Այսօր իմ հյուրն է ռեֆրակցիոն վիրաբույժ, ակնաբույժ Ժասմեն Հարությունյանը։ Շատ հաճախ մարդիկ մեզ վիրահատությունից հետո այնպիսի բաներ են պատմում, որ մենք նույնիսկ չէինք մտածի, կարող եմ տեսնել ծառի տերևները, այսօր զատիկ եմ տեսել ծառի տերևի վրա, չգիտեմ, քանի կարճատես։ Ինչ է ընդհանրապես աչքի առողջությունը եւ որոնք են դրա հետ կապված ամենատարածված խնդիրները։ Կարճատեսների խումբը մարդկային պոպուլյացիայում 2050 թվականին արդեն լինելու է երկրագնդի բնակչության կեսը։ Կան շատ համաշխարհային մակարդակի ակնաբույժներ, ովքեր կրում են ակնոցներ։ Բոլոր մարդիկ, նույնիսկ եթե նրանք ամբողջ կյանքում տեսել են իդեալական եւ որևէ աչքի խնդիր չեն ունեցել, 40-ից հետո նրանց մոտ սկսում է ակոմոդացիան թուլանալ։ Դա նորմալ ֆիզիոլոգիական process է։ Եվ վերջում մեր ավանդական հարցը ո՞րն է հենց ձեր առողջության բանաձևը։ Բարև ձեզ։ Բուն TV-ի եթերում առողջ ոդքասթն է մարդու մտավոր, հոգեկան եւ ֆիզիկական առողջության մասին։ Այսօր իմ հյուրն է ռեֆրակցիոն վիրաբույժ, ակնաբույժ Ժասմեն Հարությունյանը, Թեոնա կլինիկայի գլխավոր ակնաբույժ եւ Լումեր օպտիկաների գլխավոր ակնաբույժը եւս, հա։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Այսօր ինձ համար չափազանց կարևոր թեմա է աչքերի առողջությունը, տեսողության հետ կապված խնդիրները, որովհետև դեռ մանկուց ունեցել եմ կարճատեսության խնդիր եւ ինչպես նկատում եմ ու նայում եմ ստատիստիկ, հա, վիճակագրական տվյալները, դրանք գնալով առավել շատանում են։ Մենք իհարկե կանդրադառնանք այդ բոլոր փոփոխություններին, ինչ է փոխվում աշխարհում եւ այդ թվում նաեւ Հայաստանում, բայց որպես սկիզբ եկեք հասկանանք ինչ է ընդհանրապես աչքի առողջությունը եւ որոնք են դրա հետ կապված ամենատարածված խնդիրները։ Նախ ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել հրավերի համար, շատ հաճելի է լինել ձեր տաղավարում։ Ուզում եմ ասել, որ ակնաբուժական խնդիրները, այո, ինչպես դուք նկատեցիք, շատ տարածված են եւ բոլոր կանխատեսումներով ապագայում առավել մեծ տարածում են գտնելու։ Ընդհանրապես ակնաբանական խնդիրների մեջ ամենամեծ տեղը զբաղեցնում են այսպես ասած ռեֆրակցիոն խնդիրները։ Ռեֆրակցիոն խնդիրները դրանք կարճատեսություն, հեռատեսություն, ասիգմատիզմ նման խնդիրներն են եւ դրանց մեջ առավել մեծ ծավալ կազմում է հենց կարճատեսությունը, որը դուք ասեցիք, որ ունեք մանկուց, եւ առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր կանխատեսումներով արդեն վերջին 10 տարուց ավել այդ մասին ասվում է, ահազանգվում է, այսպես ասած, կարճատեսների խումբը մարդկային պոպուլյացիայում 2050 թվականին արդեն լինելու է երկրագնդի բնակչության կեսը, այսինքն ցանկացած երկրորդ մարդը լինելու է կարճատես։ Եվ այսօր նույնիսկ արդեն կան երկրներ, որ համարյա այդ շեմին են, բայց մենք ինքներս ամենօրյա աշխատանքի մեջ համոզվում ենք, որ նույնիսկ գուցե եւ 2050-ից շուտ այդ ստատիստիկան կհաստատվի, դրան իհարկե նպաստող շատ տարբեր գործոններ կան, բայց այո, ակնաբուժական խնդիրների մեջ ամենամեծ տեղը զբաղեցնում են ռեֆրակցիոն խնդիրները, որոնց մեջ ամենամեծ տեղը զբաղեցնում է կարճատեսությունը։ Իսկ հնարավոր է արդյոք չհասնել այդ թվին եւ որևէ կանխարգելիչ աշխատանքներ տանել, թե արդեն գենետիկական մակարդակով նաեւ ունենք այդ փոփոխությունը։ Շատ բազմակողմանի հարց է, ես կուզեմ ասել, որ իհարկե գիտությունը պայքարում է նրա համար, որ հնարավորինս քչացնի կարճատեսության առաջացման հնարավորությունը երեխաների մոտ եւ զսպի արդեն եղած կարճատեսությունը երեխաների մոտ։ Կուզեմ այստեղ ասել, ինչու է վատ կարճատեսությունը, հա։ Օրինակ շատ հաճախ մարդիկ գալիս են եւ ասում են կամ խոսում են երեխան է կարճատեսություն ունի, ծնողները նստած են եւ մի տեսակ անհոգ ձևով դե լավ 18-ից հետո կվիրահատենք, կանենք լազերային շտկում եւ վсё, հարցը կփակվի։ Բայց ուզում եմ ասել, որ կարճատեսության վտանգը իր առաջացրած բարդություններն են։ Եվ ինչքան բարձր է կարճատեսության թիվը, այնքան ամբողջ կյանքում տվյալ անհատը հակված է աչքի տարբեր հիվանդությունների, երբեմն ճակատագրական։ Եվ քանի որ այդ հիվանդությունները բազմազան են, ակնահատակի հետ կապված,
մակուլայի հետ կապված, մակուլան դա ակնահատակի այն հատվածն է, որը ապահովում է ամենալավ տեսողությունը, տեսանյարդի հետ կապված, գլաուկոմայի, դա սովորաբար ասոցացվում է ներակնային ճնշման բարձր լինելու հետ, կատարակտայի, ցանցենու շերտազատման, դեգեներացիաների եւ այլն, եւ երբեմն այդ հիվանդությունները կարող են բերել նաեւ հաշմանդամության։ Այսօր ամբողջ աշխարհը լծվել է ակնաբուժության մեջ ամենակարևոր կետերից մեկը նա է, որ հնարավորինս զսպեն կարճատեսության աճ ակնաբուժները, որովհետև սա ոչ միայն առողջական խնդրից տվյալ անձի, նաև հասարակության ապագա առողջության վրա ազդող եւ հաշմանդամությունը բարձրացնող թեմա է։ Դրա համար կատարվում են բազմաթիվ հետազոտություններ, մեծ գիտահետազոտական շատ մեծ ինստիտուտներ, կլինիկաներ լծված են այն բանին, որ ստեղծեն այնպիսի միջոցներ, որով կզսպեն կարճատեսության աճը այսօրվա երեխաների մոտ, որ նրանք չափահաս կյանք դուրս գան հնարավորինս փոքր թվով, դրանով զսպվի, դրանով քչացվի ապագա աչքի հիվանդությունների հավանականությունը կամ գոնե ծանրության աստիճանը, որ ավելի թեթև դրանք լինեն, եւ դրանով կրճատվի նաեւ ապագա հասարակության հաշմանդամության հնարավորությունը կարճատեսությունից պոտենցված։ Սա կարծես ստացվում է նույնիսկ հանրային առողջապահության բնույթի հարց է։ Ու նաեւ վերջերս ծանոթանում էի, որ Ավստրալիայում ուսումնասիրություն էին արել փաստորեն, որ նույնիսկ ծխելը ազդում է աչքերի առողջության վրա, ինչը ակամայից թվում է թե մենք սովոր ենք ավելի շատ ուշադրություն դարձնել, չգիտեմ, թոքերի քաղցկեղի տեսանկյունից կամ այլ հիվանդությունների, բայց ստացվում է, որ այս տեսանկյունից եւս փաստորեն ազդում է։ Դուք ձեր խոսքում նշեցիք կորեկցիայի տեսակներից մեկի մասին, հա, լազերային կորեկցիան։ Կխնդրեմ նաև այս մասին եւս անդրադառնանք։ Ժամանակակից գիտությունը ինչ է առաջարկում աչքերի տեսողության խնդիրների հետ կապված բնակչությանը։ Ընդհանրապես, եթե խոսքը գնում է ռեֆրակցիոն խնդիրների մասին, այսինքն կարճատես, հեռատես ասtigmatism, այսինքն ժողովրդի լեզվով ասած պելյուս ունեմ, մինուս ունեմ, ասtigmatism ունեմ, նման պարագայում գոյություն ունեն կորեկցիայի մեթոդներ։ Ամենաավանդական մեթոդը դա ակնոցային կորեկցիան է, այնուհետև կոնտակտային, այսինքն ժողովրդի լեզվով ասած լինզաների միջոցով կորեկցիան եւ տեսողության լազերային շտկումը։ Բոլոր միջոցների նպատակը այն է, որ ինչ որ ձևով ճառագայթը բեկվի այնպես, որ ճիշտ հասնի ակնահատակին, որովհետև մարդը ինչպես է տեսնում, եթե հաշվենք սա ակնագունդն է, ճառագայթը մտնում է աչք, բեկվում է աչքի միջավայրերում, հասնում է ակնահատակին եւ նервով գնում է ուղեղ կոպիտ ասած ու մարդը տեսնում է։ Երբ որ ճիշտ չի բեկումը կատարվում, ճառագայթը չի հասնում աչքի հատակին եւ մարդը վատ է տեսնում, աղավաղված է տեսնում։ Թե ակնոցը, թե լինզան, թե լազերային շտկումը ուղղված են նրան, որ ճառագայթը ճիշտ բեկենք։ Եվ լազերային շտկման իմաստը նա է, որ լազերի միջոցով աչքի արտաքին թաղանթի, եղջյուրաթաղանթի ռելիեֆը ենթարկում ենք որոշակի փոփոխության, դրա արդյունքում փոխվում է նրա բեկման ուժը եւ հետեւաբար ճառագայթը հայտնվում է ակնահատակին եւ մարդը առանց ակնոցի, առանց կոնտակտային ոսմյակի տեսնում է 100, 120, 150%, բառը բժշկական առումով ճիշտ չի, բայց ամբողջ աշխարհում ընդունված է այդպես ասել, 1.0, 1.2, 1.5 Եվ տեսնում է առանց հագնոց, առանց լինզա, բայց դարձյալ ուզում եմ այստեղ մի բան ասել, այս սկզբում ասվածը, որ ծնողները ասում են դե 18 տարեկանում կվիրահատենք եւ կվերանա, վերանում է ակնոցի եւ լինզայի անհրաժեշտությունը, բայց մարդը մնում է կարճատես։ Շատ հաճախ մենք հանդիպում ենք, թե պացիենտներն են ասում, թե որոշ նաև ինչ որ ռեկլամային բաներում, որ բուժում ենք կարճատեսությունը։ Դա չի կոչվում բուժում, դա կոչվում է կարճատեսության շտկում լազերի միջոցով։ Այսինքն մարդը ունի նույն դիագնոզը, նա ունի նույն, օրինակ -8 էր վիրահատվեց, հաջորդ օրը հատկապես հիմական մեթոդներ, որ նույնիսկ 1 ժամ հետո տեսնում է իդեալական երջանիկ է, բայց նա ունի նույն դիագնոզը։ Կարճատեսություն լազերային շտկումից հետո։ Այսինքն տվյալ անհատը միշտ պետք է լինի ուշադրության մեջ պահի իր տեսողությունը, պարբերաբար ստուգումներ անցնի, որովհետև ցավոք հաճախ կապ չունի նա լազերային շտկում անում է թե չէ, աչքի հիվանդությունները սկսվում են եւ լուրջ հիվանդությունները հաճախ սկսվում են ասիմպտոմ, այսինքն առանց որևէ գանգատի, օրինակ գլաուկոման կոչվում է տեսողության գող, հա, եւ առանց որևէ գանգատի կարող է գլաուկոման զարգանալ, պետք է հայտնաբերել պրոֆզննումների ժամանակ եւ դեմը առնել, այսպես ասած։
Այսինքն լազերների միջոցով, իսկ ժամանակակից լազերները նրանք շատ հզոր են եւ առաջարկում են շատ լավ մեթոդներ շտկման, մարդը ազատվում է ակնոցից, լինզայից, շատ հաճախ մարդիկ մեզ վիրահատությունից հետո այնպիսի բաներ են պատմում, որ մենք նույնիսկ չէինք մտածի, կարող եմ տեսնել ծառի տերևները, այսօր զատիկ եմ տեսել ծառի տերևի վրա, չգիտեմ, քանի կարճատես։ Հա, եւ երջանիկ են մարդիկ։ Շատ հետաքրքիր է այս հարցը իրականում, բայց տեսեք, օրինակ ես լինելով մեկը, ով մոտ արդեն 15 տարի, գուցե եւ մի փոքր էլ ավել գրում եմ կոնտակտային ոսպնյակներ, լինզաներ կոչվածը։ Եվ բնականաբար բարբերաբար հետևում եմ, թե ինչ մոտեցումներ կան այս ոլորտում։ Նախ երևի մի պահ խոսենք, որոնք են ամենանոր մոտեցումները գիտական հենց լազերային կորեկցիայի մասով, եւ երկրորդը հարցը զգուց է մի քիչ տարօրինակ հնչի, բայց ամեն դեպքում շատերի մոտ կա որոշակի մտավախություն գնալու այդ քայլին, ինչու որովհետեւ ամեն դեպքում այս եղանակները, մեթոդները համեմատաբար նոր են համարվում։ Եվ շատ լավ հիշում եմ, որ մի օր այդպես մասնագետների հետ քննարկում էինք ոչ ակնաբույժ, այն կարևոր հարցը, որ կան շատ համաշխարհային մակարդակի ակնաբույժներ, ովքեր կրում են ակնոցներ։ Եվ ակնոց կրելը կարծես ոնց որ այստեղ հակասություն է առաջացնում, իսկ ինչու այդ նույն մարդիկ չեն անում այդ լազերային կորեկցիան եւ ազատվում ակնոցից օրինակ, հա։ Ինչ կասեք սրա մասին։ Շատ ամեն օր հնչող հարց է։ Մի քանի մասից էր բաղկացած, եկեք ես վերջից սկսեմ, ինչու ակնաբույժները չեն անում, բայց ակնաբույժները անում են եւս լազերային շտկում։ Ձեր հարցի ձևակերպման սկզբից, հա, ուզում եմ միանգամից ասել, որ լազերային շտկման միակ ցուցումը դա պացիենտի ցանկությունն է։ Միակ ցուցումը։ Մարդը կարող է ամբողջ կյանքում չմտածել լազերային շտկման մասին, կրել ակնոց, կրել ոսպնյակներ կոնտակտային, բայց եթե մարդը ուզում է ազատվել դրանցից եւ մոտիվացիաները շատ տարբեր են լինում իմիջայլոց, աստեղ ասեմ, իմ պրակտիկայում դեպք եղել է, երբ ամուսինը իմ կաբինետում նստած հաշվել է ինչ արժե լինզան, ինչ արժե լազերը եւ որն է ավելի ձեռնտու, տվյալ մարդու մոտիվացիան դա է։ Բայց շատ տարբեր մոտիվացիաներ են լինում։ Պացիենտ ունենք, որ ասում էր ես դայվինգի համար ուզում եմ ազատվեմ, ասում դուք որտեղ եք ապրում, ասում Հայաստանում, ասում կյանքում տարվա մեջ քանի անգամ եք դայվինգ անում, բայց այդ մարդու մոտիվացիան դա էր։ Տարբեր են լինում մոտիվացիաները, բայց ամեն դեպքում միակ ցուցումը դա մարդու ցանկությունն է եւ վերջ։ Դա սրտի վիրահատություն չի, որ պետք է շտապ անենք կյանքի համար, կյանքի ցուցումը։ Բայց իհարկե միլիոնավոր մարդիկ, ովքեր արել են, իրանք շատ գոհ են, երջանիկ են։ Ինչ վերաբերում է ակնաբույժներին, նախ ակնաբույժները եւս մարդ են եւ իրանք են ընտրում անել թե չանել, բացի դրանից պացիենտները տեսնում են եւ գնահատում են այն ակնաբույժներին, ում տեսնում են ակնոցով։ Բայց գուցե իրանց դիմաց ակնաբույժ է, ով արդեն վաղուց արել է լազերային շտկում եւ նա ակնոցով չէ, կամ տվյալ պահին նույնիսկ կոնտակտային ոսպնյակով է, ասենք։ Լինում են դեպքեր, որ ինչպես եւ ցանկացած այլ պացիենտ, ակնաբույժը եւս ուզում է վիրահատվել, բայց նա ունի հակացուցում։ Հա, որովհետեւ բացի ցանկությունը պետք է նաեւ հակացուցումներ չունենալ։ Եվ նախավիրահատական հետազոտությունների շատ մանրամասն զննումների արդյունքում այո, հնարավոր է, որ պարզվի տվյալ անհատը, գուցե նաև հենց ակնաբույժը, ով շատ ուզում է վիրահատել, ունի հակացուցում։ Այսինքն դա այդպես չի եւ շատ ակնաբույժներ արել են կամ անելու են կամ պլանավորում են կատարել լազերային շտկում, դա ուղղակի տվյալ անհատի ցանկությունն է։ Իսկ որոնք են հիմնական հակացուցումները, որ դեպքում ընդհանրապես փաստորեն չի կարելի անել լազերային կորեկցիա։ Հակացուցումները տարբեր են եւ ակնային եւ ոչ ակնային հիմնական հիվանդությունների հետ կապված։ Ակնային հիվանդություններից կուզեի նշել հատկապես կերատոկոնուսը, կերատոկոնուսի կասկածը, եղջերաթաղանթի տարբեր դեգեներատիվ հիվանդությունները, աչքի այլ հիվանդությունները, ակնահատակի հետ կապված, աչքի ճնշման հետ կապված, աչքի բորբոքային նկատի ունենք ուղղակի թարախարտակինից, հա, ասենք ուվեիտներ եւ այլն, կան նաեւ ոչ ակնային հակացություններ, օրինակ տարբեր սիստեմային հիվանդությունները, կոլագենոզները, որոշակի դեղերի ընդունումը, իմիջիայլոց կարող է լինել նաև ժամանակավոր հակացություններ, ոչ թե ընդհանրապես, օրինակ հղիությունը ժամանակավոր հակացություն է կամ գերակրման շրջանը ժամանակավոր հակացություն է, տարիքը մինչև 18 տարեկանը, կամ կարճատև ինչ որ բորբոքումը, որը կբուժենք ժամանակը կանցնի, հետո կարող ենք վիրահատել,
տարբեր հակացություններ կան եւ հետազոտության արդյունքում մարդուն կասվի դուք ունեք հակացություն թե չէ եւ եթե չունենք հակացություն որ մեթոդները ձեր հարցի այդ մասին եւս պատասխանենք ինչ մեթոդով վիրահատվել ընդհանրապես լազերային շտկման աշխարհում գոյություն ունի 3 հիմնական մեթոդ ամենապատմականորեն առաջին մեթոդը, որը կոչվում է PRK, ռուսերեն FRK, 1986 թվականից կիրառվում է։ Եվ PRK մեթոդի ժամանակ օգտագործվում է այրող էքսիմերային լազերը, որը աչքի արտաքին շերտի, արտաքին թաղանթի հենց արտաքին շերտերից, որոնք դրսային շերտերն են, բարի բուն իմաստով գոլորշիացնում է, դա կոչվում է աբլյացիա բժշկական լեզվով, հյուսվածքի որոշակի քանակ, մոտավոր 1 դիոպտրիան 15-16 միկրոնի կարգի։ Բացվում է վերքային մակերես, դրվում է թերապևտիկ կոնտակտային ոսպնյակ, մի քանի օր մարդը անաշխատունակ է, անհարմար է, հոսում է, ցավում է, աստիճանաբար պակասում են այդ երևույթները եւ տեսողությունը վերջնական արդյունքին գալիս է մի քանի ամիս հետո։ 86 թվականին բնականաբար դա եղել է հեղափոխություն եւ եղել է ֆանտաստիկա, բայց այսօր առաջատար կլինիկաները ամբողջ աշխարհում այդ մեթոդով վիրահատում են 1-1.5% դեպքերում։ Հատուկ պարամետրերով աչքերում, հատուկ ցուցումներով, որովհետև կան այլ մեթոդներ, հաջորդ սերունդը դա լեյսիկն է, որի նորագույն տեսակը ֆեմտոլեյսիկն է, բայց գաղափարը նույնն է, այստեղ դա նույն մեթոդն է։ Այո, ուղղակի սովորական լեյսիկի ժամանակ ինչ որ ես ձեզ կպատմեմ բժիշկն է կտրում ձեռքով, այնտեղ կա հատուկ միկրոկերատոմ է կոչվում, հատուկ սարք է, որ բժիշկն է ձեռքով կտրում, եւ դա լեյսիկն է ավանդական, իսկ ֆեմտոլեյսիկը դա նորագույն տեսակն է, որի ժամանակ այդ կտրվածքը կատարում է մեկ այլ լազեր, որը կոչվում է ֆեմտովարկյանային լազեր։ Ամեն դեպքում մեթոդը նույն, գաղափարը նույնն է, ուղղակի ձեռքով կտրելու դեպքում մենք ունենք բավականին ռիսկեր, հնարավոր բարդություններ եւ այլն, եւ բժշկությունը արդեն դա էլ թողնում է։ Ֆեմտոլեյսիկն է համարվում այդ մեթոդի լավագույն տարբերակը, ֆեմտովարկյանային լազերով արտաքին թաղանթից կտրվում է որոշակի շերտ, որը կոչվում է փական, փականը բարձրացվում է, այրող էքսիմերային լազերով ինչքան պետք է աբլյացիա արվի, արվում է եւ փականը հետ է բերվում։ Եվ հետո ինքն իրեն արդեն միանում է, այսինքն որևէ այլ միջամտության երբ որ մենք կտրում ենք ֆեմտովարկյանային լազերով միկրոնի ճշտությամբ է դա կտրվում։ Եվ ինքը ուղակի գալիս է վրան, ինչպես կափարիչը, այսպես հագնում է։ Այդ օրը մարդիկ ունեն որոշակի փոճուր տհաճություններ, հաջորդ օրը արդեն լավ են տեսնում, լավ են զգում, մի քանի օրից հետո ընդհանրապես ազատ են ամեն ինչում։ Իսկ այս մեթոդը կիրառվում է 2001 թվականից արդեն ֆեմտոն, ավելի շուտ լեյսիկը 89-ից, իսկ նորագույն մեթոդը այս բնագավառում, տեսողության լազերային շտկման բնագավառում, դա SMILE տեխնոլոգիան է։ SMILE-ը շատ հեշտ է հիշել ժպիտ բառը, բայց ինքը բացվածք ունի, Small Incision Lenticle Extraction, որը 2007 թվականին է ստեղծվել։ Կարծես ֆիրմայի կողմից եւ այդ ժամանակ չի օգտագործվում ընդհանրապես այրող լազեր։ Դրա ժամանակ օգտագործվում է միայն ֆեմտովարկյանային լազեր։ Եվ 2007 թվականից մինչև օրս արդեն աշխարհում կատարված են 12 միլիոնից ավել SMILE վիրահատություններ։ Բավականին շատ է։ Այո, դրա ժամանակ եղջերաթաղանթի հաստության մեջ ձևավորում ենք հատուկ հաշվարկներով հաշվում ենք հյուսվածքի որոշակի քանակ, որը կոչվում է լենտիկուլա, եւ ընդամենը 2 մմ-անոց միկրո կտրվածքի միջոցով այդ լենտիկուլան հանում ենք դուրս, դրանով ենք փոխում եղջերաթաղանթի ռելիեֆը։ Սա աշխարհի ամենաապահով մեթոդն է համարվում եւ դրա ժամանակ կոչվում է բիոմեխանիկա, եղջերաթաղանթի Իմիջիայլոց եղջերաթաղանթ շատ բարակ թաղանթ է, միջինում նա ունի 550 միկրոն ընդամենը հաստություն։ Այո, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ նաև այդ պատճառով չէ այս վիրահատությունը։ Եւ եղջերաթաղանթից բժիշկը շատ հմուտ պետք է լինի եւ արանքից հանում ենք ու ռելիեֆը փոխում ենք, մի ժամ հետո մարդը արդեն իրեն շատ լավ է զգում, նույնիսկ հաճախ մենք սովորաբար ասում ենք 1 ժամ նստեք, նայում ենք տուն եք գնում, հաճախ կես ժամից հետո իսկ կարամ հիմա գնամ տուն։ Հաջորդ օրը այդ ժամանակ արդեն լավ են տեսնում։ Նույն օրը բնականաբար 100% այդ պահին ամիջապես չէ, բայց իրանք ասում են որ լավ ենք տեսնում, բայց նույնիսկ 24 ժամ չանցած, երբ որ հաջորդ օրը մենք այց ենք հրավիրում, իրենք արդեն
տեսնում են 100-120, հաջորդ օր նույնիսկ բոքսի կարող են գնալ։ Smile-ը դա ամենաժամանակակից, մինիմալ ինվազիվ, կողմնակի բարդություններից հնարավորինս զերծ, գլոբալ Smile-ի դեպքում բոլոր բարդությունները իրար հետ վերցրած աշխարհում ստատիստիկորեն չի գերազանցում 1%-ը։ Դա շատ լավ տոկոս է, որովհետև ոչ մի այլ մեթոդ չունի նման տոկոս, եւ Smile-ը այլ առավելություններ ունի, բացի այդ հետվիրահատական դիսկոմֆորտը կարճ է թե երկար, իհարկե մեր ակտիվ կյանքում դա շատ կարևոր բան է, նույնիսկ 1 ժամ մեր գլուխը ցավում է, մենք արդեն շատ բաներում տանուլ ենք տալիս, բայց բացի նրանից, որ օրինակ PRK-ի ժամանակ մոտ 7 օր կարող ենք անաշխատունակ լինել, Femto-ի ժամանակ կարող ենք 1-2 օր, սրա ժամանակ մի ժամ հետո կարող ենք գնալ մեր գործերին, նաև բարդությունների առումով ոնց ասեցինք սրա հավանականությունը այս դեպքում շատ քիչ է, նաև հետվիրահատական վիրահատությունից պոտենցված չոր աչքի համախտանիշը Smile-ի ժամանակ շատ քիչ է լինում, ռեգրեսը, այ հաճախ կարող եք լսել, որ վիրահատել ենք մի քանի տարի հետո նորից առաջացել է։ Ռեգրեսը պրակտիկորեն շատ հազվադեպ կարող է հանդիպել, եւ նա ամենակոմֆորտով վիրահատությունն է, իմիջիայլոց Smile վիրահատություն աշխարհում արդեն 80+ երկրներում կատարվում է։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր կլինիկայում Թեոնայում Հայաստանում առաջին անգամ 24 թվականից կատարում ենք Smile վիրահատություններ եւ վերջապես Հայաստանը եւս ունի այդ մեթոդը, որովհետեւ 2007 թվականից աշխարհում կա ու Հայաստանում չկար մինչեւ 24-ը, մեր համար դա նաեւ միսիա է, ինչու պետք է ճապոնացին, ֆրանսիացին, շվեյցարացին կատարի Smile մեթոդով, իսկ մենք անենք օրինակ այլ ավելի հին մեթոդներով, եւ Smile վիրահատություն կարող են կատարել միայն բացառապես կարծես ֆիրմայի Vizumax Femto վայրկյանային լազերով եւ հատուկ լիցենզավորում ունեցող բժիշկներ։ Այսօր աշխարհում Smile լիցենզավորում ունեն մոտ ամբողջ աշխարհում մոտ 2800+, որից 2-ն է Հայաստանում այդ վիրաբույժներից։ Հրաշալի առաջընթաց է։ Մեկ այլ տարբերակ, որը եւս էլի քննարկվում է եւ համաշխարհային պրակտիկայում օգտագործվում է, երբ այդ նույն ոսպնյակը փաստորեն, երբ որ մենք որպես կոնտակտային ամենօրյա կամ ինչ-որ ժամանակով օգտագործում ենք, դրվում է հենց աչքի ներսում, հա, եւ ստացվում է հակառակ կողմից։ Սա ինչ մեթոդ է եւ ինչպիսի արդյունավետություն ունի։ Ձեր ասածը ոնց որ ակնոցի կամ կոնտակտային ոսպնյակի փոխարեն գոյություն դա կոչվում է ֆագիկ ոսպնյակ, աչքի ներսում է դրվում։ Դա արդեն ինվազիվ միջամտություն է, այսինքն բժիշկը մտնում է աչքի ներս եւ այդ օպտիկան, որը որ պետք է տեղադրվում է աչքի ներսում եւ դրանով է փոխվում։ Այո, դա կոչվում է ֆագիկ իոլ, այո։ Իսկ հնարավոր է արդյոք որոշ ժամանակ անց դա հանել կամ փոխել։ Այո, հնարավոր է։ Իսկ մեկ այլ կարևոր հարց, որը երևի կարճատեսների մեծամասնությանը հետաքրքրում է։ Մենք գիտենք, որ եթե ինչ-որ կորեկցիա չենք անում, մեր աչքը առանց որևէ կորեկցիայի, ի տարբերություն հեռատեսների, մոտ տարածությունը շատ լավ է տեսնում, ցանկացած դետալ մոտ տարածությունը տեսնում է։ Արդյոք այս կորեկցիաներից հետո, որտեղ օրինակ լինզայի պարագայում միևնույն է, երբ մենք դնում ենք մեր աչքը այլևս այդ ֆունկցիան իր բնականon չի կարող անել եւ մենք փաստորեն մոտը այդքան լավ չենք տեսնում այլևս։ Ի հաշիվ նրա, որ մենք տեսնում ենք հեռուն շատ ավելի լավ։ Արդյոք այս կորեկցիաների դեպքում դարձյալ այս խնդիրը միևնույն է մնում է եւ կարճատես օրինակ մոտ տարածությունը նույնձև չի կարողանում լավ տեսնել։ Ես ձեր հարցը հասկացա, հիմա կուզեմ մի հատ փոքր բան ասել, որ հետո բոլորիս հասկանալի լինի պատասխանը։ Մասնագիտական տեսանկյունից։ Հա, տեսեք ոնց։ Կարճատեսները որ դուք ասում եք մոտիկը լավ են տեսնում, նախ կախված է ինչ դիոպտրիա ունեք։ Օրինակ -10 ունեցող մարդը հաստատ այսպես է կարդում։ Հա, եւ գլոբալ մեր աչքը ունի ակոմոդացիոն համակարգ ասածը։ Ինչա դա նշանակում, որ մեր աչքը կարող է շատ լավ տեսնել առողջ աչքը, շատ լավ տեսնել եւ հեռուն, եւ միջին տարածությունը, եւ մոտիկը, եւ այստեղ։ Ինչի հաշվին, որ մենք աչքում ունենք ոսպնյակ, դա խոսքային ոսպնյակի մասն է, որի պղտորում կոչվում է կատարակտա։ Ոսպնյակ, այսենց ոսպի չափով, հենց իրական ոսպի չափով թափանցիկ ինքը լինզա է մեր աչքի մեջ, որը 360, պատկերացրեք այդ փուճուր ոսպիկին 360 աստիճանով կպած է մկան, որը կոչվում է ակոմոդացիոն մկան։ Եվ այդ մկանը ամբողջ օրը բազմաթիվ, չգիտեմ, գուցե միլիոնավոր անգամ կծկվում է։ Եվ մեր բնական ոսպնյակը մեկ ուռած է։
մեկ տափակած է, մեկ քիչ է ուռած, նայած մենք ինչ տարածություն ենք նայում, հենց այսպես։ Երևի որ մեզ դիտողներին պատկերավոր պատկերացնեն, երբ դուք տեսնում եք օրինակ, երբ հեռուն ենք նայում, նա տափակ է, երբ մոտիկ ենք նայում, նա ուրջենում է, որպեսզի ճիշտ բեկի։ Լուսանկարչական ապարատով տեսնում եք ինչպես է այդ գործընթացը լինում, մոտենալու, զում անելու եւ զում աուտ։ Այդ նույն սկզբունքով է պատասխանում, ուղղակի մեր բնական բնությունից տրված հնարավորությամբ։ Եվ բոլոր մարդիկ, նույնիսկ եթե նրանք ամբողջ կյանքում տեսել են իդեալական եւ որևէ աչքի խնդիր չեն ունեցել, 40-ից հետո 40, 41, 42 նրանց մոտ սկսում է ակոմոդացիան թուլանալ։ Դա նորմալ ֆիզիոլոգիական process է։ Եվ ոսպնյակն է սկսում մի քիչ պնդանալ, եւ ակոմոդացիոն մկանն է սկսում մի քիչ թուլանալ, այլևս չի, ինչպես մաշկը մարդու, ինչպես մազը սկսում է սպիտակել, կնճիռը սկսում առաջանալ, կլիմաքս է սկսում լինել, դա նորմալ ընթացք է, մեր ֆիզիոլոգիան է։ Եվ ակոմոդացիան սկսում է թուլանալ, եւ ձեր շրջապատում դուք կտեսնեք, որ մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում չեն դրել երբեք ակնոց, սկսում են տարիքի հետ կապված միայն մոտիկի համար դնել, այո, պլյուսիկով ակնոցներ, որպեսզի մոտիկը լավ տեսնեն։ Հիմա, եթե մարդը կարճատես է, այստեղ ես շատ կարևոր բան կուզեմ շեշտել, որ շատ կարևոր է։ Կարճատես մարդը ինքը բոլոր տարածքների համար իր ճիշտ օպտիկան պետք է դրած լինի։ Կապ չունի, նա չպիտի հանի, շատ հաճախ երեխաները օրինակ տուժում են այն պատճառով, որ ակնոցը նշանակվում է միայն հեռվի համար, կամ միայն գրատախտակի համար, կամ քեզ միայն գրատախտակին է պետք։ Իսկ ով է որոշել, որ այդ երեխան միայն գրատախտակը պիտի լավ տեսնի եւ պիտի փողոցում վատ տեսնի։ Հա, չկա տենց բան։ Այդ երեխան, ով բնությունից տեսնում է 120%, հո մենք չենք բռնում արհեստականորեն թուլացնում նրա տեսողությունը, որ մոտիկը լավ տեսնի։ Ոչ, դա կոպիտ սխալ է եւ պետք է երեխային տալ, կարճատես երեխային տալ եւ ընդհանրապես բոլորին ռուսերեն այսպես կոչվում է полная постоянная коррекция, մշտական եւ լիարժեք ամբողջական կորեկցիա։ Շատ հաճախ մենք լսում ենք ակնոցը պետք չի տալ այնպես, որ երեխան տեսնի 100-120%, պետքա տեսնի 70%, որ աչքը աշխատի, մկանը աշխատի։ Գիտությունը շատ վաղուց ապացուցել է, որ դա շատ կոպիտ սխալ է, որը բերում է երեխաների կարճատեսության աճի։ Երեխայի տեսողությունը պետք է կորեկցվի մինչև 100-120% եւ երեխան պետք է այդ ակնոցը կամ կոնտակտային ոսպնյակը դնի մշտական, ես որպեսզի տպավորվեմ երեխաների մոտ եւ նրանք կուզեն մի քիչ ծիծաղով հիշեն, մի քիչ զարմացած հիշեն, մի քիչ չգիտեմ ապշած հիշեն, ես իմ փոքրիկ պացիենտներին շատ հաճախ ասում եմ ակնոցը դնում ենք մշտական, նույնիսկ զուգարանում, որովհետեւ երեխան պիտի իմանա, որ միայն քնելուց է հանում եւ դուշի տակ լողանալուց, նույնիսկ լողավազան կամ ծով գնալուց իր ջրային ակնոցը պետք է ունենա, ենթադրենք -3 համարի ակնոց պետք է դնի իր ջրային ակնոցը։ Դա շատ կարևոր է, որ երեխայի տեսողությունը ճիշտ զարգանա, կարճատեսության աճը զսպվի։ Այստեղ ես կուզեմ ասել, որ գիտությունը այդտեղ էլ այդ որ սկզբում ասում ենք շատ մեծ գիտահետազոտական գործեր են կատարում, որպեսզի զսպվի կարճատեսության աճը, այսօր կան այնպիսի ակնոցներ, որոնք զսպում են կարճատեսության աճը բավականին լավ եւ աշխարհի լավագույն ցուցանիշը դա 71% զսպելն է։ Ես չգիտեմ կարելի է արդյոք եթերում օգտագործել անուն թե չէ այդ ակնոցի, ամեն դեպքում անունը չտալով ասեմ, որ այդ ակնոցը արտաքինից սովորական ակնոց է, բայց իր մեջ պարունակում է 1021 բարձր ասֆերիկ միկրոլինզա։ Եվ ամեն միկրոլինզան, երբ որ նայում ենք, իրանք կետիկների տեսքով երևում են, ամեն միկրոլինզան ունի սեփական իր օպտիկական ուժը եւ դա հատուկ տեսակի ակնոց է FDA-ի կողմից հաստատված, իմիջիայլոց սմայլը եւս միակ լենտիկուլյարն է, որ FDA-ի կողմից հաստատված է դեռևս 16 թվականին եւ այս ակնոցը կարճատեսության աճը զսպող դա նորություն է մոտ շուտով կլրանա 5 տարին, ինչ նա դուրս է եկել փորձարկումներից հետո շուկա, իմիջիայլոց Հայաստանը աշխարհի առաջին 5-րդ համարյա ոչմ երկիրն է, որ օգտագործում է այդ ակնոցը, դա զսպում է երեխաների կարճատեսությունը 71%-ով FDA-ով հաստատված, ինչա դա նշանակում, միջին տեմպը տարեկան 1 դիոպտրիա է համարվում ամբողջ աշխարհում, այսինքն կամ չի աճի, կամ եթե աճի էլ գոնե տարեկան 0.25 կաճի եւ երեխան ավելի փոքր թվով դուրս կգա չափահաս տարիք։ Գիտությունը զարգանում է, տարբեր բաներ են առաջարկվում եւ կարճատես երեխաներին իմիջիայլոց գոյություն ունի հիմա նաեւ այսպիսի տերմին
պրեմիոպիա։ Այսինքն երեխան դեռևս կարճատես չի, միոպիան դա կարճատեսությունն է։ Երեխան դեռևս կարճատես չի, բայց ինքը ունի դիագնոզ պրեմիոպիա։ Ինչա դա նշանակում։ Օրինակ, երեխան 5 տարեկան է, տեսնում է հրաշալի եւ հետազոտության արդյունքում պարզվում է, որ ինքը 0-ներ է իր մոտ։ Չունի պլյուս։ Այդ տարիքի երեխան նորմալն պետք է ունենա մոտավոր պլյուս 0.25-0.5 Եվ դա մեր զապասն, դա մեր ապահովությունն է, որ այդ երեխան շուտով չի դառնա կարճատես։ Եվ եթե նա չունի այդ զապասը, եւ օրինակ ունի գենետիկա, եթե երկկողմանի ծնողների երկուսներ կարճատես են, 70% հավանականությամբ նա վաղ ամիսօրը կարճատես է, եթե մեկ ծնողն է կարճատես 50% հավանականությամբ, եւ գիտությունը արդեն մտցրել այդ տերմինը պրեմիոպիա։ Այ ասած ակնոցները նույնիսկ զրոյական, բայց այդ բարձր ասֆերիկ 1021 միկրոլինզաներով արդեն այդպիսի երեխաներին էլ նշանակվում են, որպեսզի նրանց մոտ զսպվի սկիզբը, որտեղ ինչքան շուտ սկսվի, այնքան շատ է աճելու, եւ ընթացքը, որպեսզի նույնիսկ եթե սկսվել է, հնարավորինս զսպվի։ Իսկ ինչպիսին է վիճակագրությունը, մինչև որ տարիքն է աճում կարճատեսությունը։ Սովորաբար կարճատեսությունը աճում է մինչև 18 տարեկանը եւ հենց դա է պատճառը, որ լազերային շտկումները մինչև 18 տարեկանը պետք չի կատարել։ Սովորաբար աճում է մինչև 18-ը, բայց կարող է մարդը լինել 25 տարեկան, իր մոտ դեռևս աճում է, անհատական բաներ կան, բայց համաշխարհային ստատիստիկայով սովորաբար մինչև 18։ Իսկ երեխաներին, եթե ժառանգական հատկանիշը հաշվի չառնենք, այսինքն չկա որևէ ժառանգական հակվածություն, երբ պետք է առաջին այցը լինի։ Հիմա մեր պրակտիկայում տեսնում եմ, որ դպրոց գնալուց առաջ են սա կազմակերպում, բայց արդյոք սա ճիշտ է։ Չէ, իհարկե դա ճիշտ չէ եւ նաեւ մեր մանկաբույժները ճիշտ հսկողությամբ, եթե կազմակերպում են իրենց պացիենտների հսկողությունը, հա, իրենք են ուղղորդում պրոֆզննումների, ընդհանրապես ինչպես է կարգը, եթե բարիկը ծնվել է անհաս, ապա նա առաջին զննումը ակնաբուժի անցնում է հենց ծննդատանը։ Եվ դա կոչվում է նորածինների անհասների ռետինոպաթիայի սկրինինգ եւ եթե ինչ որ խնդիր, քանի որ նրանք ավելի հակված են, հա, թերհաս է նաեւ աչքի հատակը եւ այլն, մասնագետը գնում է ծննդատանը նայում, եթե խնդիր կա, սկսում են զբաղվել այդ երեխայով հենց ծննդատնից սկսած։ Եթե անհաս չի բարիկը, առաջին զննումը 1-1.5 ամս է կանում է։ Դա կոչվում է կարմիր ռեֆլեքսի ստուգում եւ պոլիկլինիկաները դա կազմակերպում են, մանկաբույժը պետք է ուղղորդի ակնաբուժի մոտ, ինչին է դա ուղղված, իհարկե շատ մանրամասն հետազոտություններ հասկանալի է չի կատարվում, եթե չկա ցուցում, եթե կա ցուցում, ստուգում է կարմիր ռեֆլեքսը, դրանով պարզելու համար արդյոք միջավայրերը աչքի թափանցիկ են, ասենք բնածին կատարակտա կամ հանկարծ ռետինոբլաստոմա աչքի հատակում չարորակ, որ նորածինների մոտ կարող է լինել գոյացություն, դա այդ կարմիր ռեֆլեքսի ստուգումն է, հենց տենց էլ կարծեմ գրված է մինչև հիմա չափորոշիչում, այնուհետև տարին 1 պետք է նույնիսկ դպրոցները տալիս են հաճախ հիշեցման թերթիկ, տարին 1, բայց մինչև դպրոցն էլ երեխան պետք է անցնի ստուգում եւ ընդհանրապես բոլոր մարդկանց ցուցված է տարին 1 դիմել ակնաբուժի եւ ոչ միայն ակնաբուժի, այո, ընդհանուր առողջությանը հետևելու տարբեր տարիքային խմբերում տարբեր պահանջներ կան, եթե աչքերը առողջ են, մարդը առողջ է, տարին 1 պետք է դիմել ակնաբուժի, եթե մարդը ունի քրոնիկ հիվանդություն, օրինակ շաքարային դիաբետ, հիպերտոնիա, ապա նա 6 ամիսը մեկ նույնիսկ եթե գանգատ չկա, պետք է դիմի ակնաբուժի, որովհետեւ ասիմպտոմ կարող է այնտեղ խնդիր է զարգանում, որովհետեւ շուտ բռնվի եւ շուտ զբաղվեն դրանով։ Շատ հետաքրքիր է, իսկ անդրադառնալով մի պահ շեղվելով կարճատեսության թեմային, այսպես ավելի ընդհանուր, անդրադառնալով ընդհանուր աչքի տեսողության խնամքի հետ կապված, հա, հարցերին, ինչպիսի վարքագիծ պիտի ցուցաբերենք, որոնք են ամենակարևոր չի կարելիները, որոնք ուղղակի չի թույլատրվում աչքերի առողջության հիգիենայի տեսանկյունից։ Ես կուզեմ այստեղ առաջին կետում դնել ամեն դեպքում պրոֆզննումները, որովհետև պրոֆզննումների ժամանակ մենք հայտնաբերում ենք խնդիրները եւ սկսում ենք դրանցով զբաղվել շուտ, ինչպես ցանկացած օրգանի պարագայում։
եւ դա հաստատ ամենակարևոր կետն է, որ մենք մշակույթ ձևավորենք։ Բացենք պրոֆզնումը մեզ դիտողների համար ինչ է իր մեջ ներառում։ Դա թեկուզ եթե ոչ մի գանգատ չունենք, տարին մեկ գնանք ակնաբուժի մոտ։ Եվ ակնաբուժի մոտ գնալը դա իր մեջ պետք է ներառի առաջնային զննում, այսինքն տեսողության ստուգումը, եթե ակնոցի կարիք կա կնշանակվի, աչքի ճնշման չափումը, այն գլաուկոման տեսողության գողը բաց չթողնելու համար, ակնահատակի զննումը, ամեն ինչը լավ է, հրաշալի, գնում ենք երջանիկ ապրում ենք, գանգատ կնի շուտ կդիմենք նորից, չի լինի մի ամիս հետո նորից մի տարի հետո նորից ստուգվենք։ Այնուհետև շատ բաներ կախված են մեր կենցաղավարությունից։ Մենք հասկանում ենք, որ իմիջիայլոց ասեմ, որ հիմա կա նաև այսպիսի տերմին գadgetային կարճատեսություն։ Բայց ուզում եի հասնենք դրան արդեն։ Հա, իհարկե մենք հասկանում ենք, որ մեր կյանքը առանց էկրան այլևս անհնար է։ Բայց ամեն ինչը պետք է լինի խիստ դոզավորված, իմաստավորված եւ այլն, հա, օրինակ շատ հաճախ գուցե դուք էլ շրջապատում կունենաք եւ ծնողները մեզ ասում են դե հաց չի ուտում, ինչեւ էս էկրանին մուլտիկը չի նայում, չեմ կարող հաց ուտացնել։ Եվ մենք սաղս հիշում ենք, բա մենք ոնց ենք ուտում։ Եւ հետո սա զուգորդվում է նաեւ սննդային վարքի խնդիրների հետ, բացի տեղաչքի առողջության հետ կապված հարցերից։ Երբ որ չմտածված այդտեղ չի արդեն չնկատելով ուտելիքի գույնը, կառուցվածքը, համահոտը եւ այլն։ Այո։ Իհարկե նյարդաբաններն էլ այստեղ շատ ասելիքներ կասեն երեխաների այդ վարքագծի հետ կապված, բայց այդ վարքագիծը մենք ենք դնում մեր երեխաների ձեռքին։ Այո։ Հա, այդ նույն հեռախոսը մենք ենք առնում, այդ երբեմն նույնիսկ կարող է այնքան որ միտեղ լուռա ապահովա ֆիզիկապես տեղը մաքուր է, տաք է, սոված չի։ Մենք մեր գործերով ենք, ինքն էլ իր գործերով է։ Բայց շատ խնդիրներ են այդտեղ ցակում։ Ես ուղղակի որպես առողջության պաշտպան, աչքի պաշտպան ասեմ, որ աչքի վրա դա շատ վատ է անդրադառնում, որտեղ ի սկզբանե բնությունը մեզ չի ստեղծել, որպեսզի մենք պիքսելներ նայենք մեր աչքը։ Նա մեզ ստեղծել է, որպեսզի մենք մամոնտներին տեսնենք օրինակ եւ պաշտպանվենք կամ օրինակ որս անելիս լավ տեսողություն հեռուն նայենք, այնքան մեր օգուտն է, ինչքան հեռուն նայենք, հատկապես այդ շրջանում փոքրիկների մոտ, դեռահասների մոտ, օրինակ շատ լավ կլինի պրոֆիլակտիկ բաներից թենիսով զբաղվելը, թե սեղանի թենիսը, թե մեծ թենիսը եւ ընդհանուր լավ կլինի երեխաները կշարժեն, ոչ միայն երեխաները, եւ նաեւ այդ նույն ակոմոդացիա մարզելու համար, հա, գնդակը թենիսի մեկ վերևա աչա ձախա ներքևա, դա շատ լավ սպորտաձև է հենց կարճատես երեխաների համար։ Ի վերջո չմոռանանք, որ այնտեղ են մկաններ։ Այո, էկրաններին եւ նաեւ ընդհանուր երեխան կշարժվի, այդ հեռախոսներից կկտրվի եւ ընդհանրապես եթե մենք ստիպված ենք, դե մենք ստիպված ենք, հա, նաև ուսման հետ կապված օգտագործել այդ գadgetները, պետք է երեխայի մեջ մտցնել այդ կուլտուրան, վարքագիծը, որ այսքան րոպե, օրինակ 20 րոպե զբաղվում ենք, այնուհետև 5 րոպե հանգստանում ենք հեռուն նայելով, կամ դուրս են գալիս փողոց հետ են գալիս հանգստանում ենք, խաղերով առանձնահատուկ իհարկե ես հասկանում որ հիմա կան նաև ինչ որ կրթող խաղեր եւ այլն, բայց կան բաներ, որոնք հոգեբաններն ու նյարդաբաններն կասեն, որ ուղղակի ավիրում են ամեն ինչ, ոչ միայն տեսողությունն է։ Ես մի հատ բան այստեղ կուզեի ասել նաև տեսողության հիգիենայի հետ կապված, որ շատ կարևոր է դրսում շատ լինելը ու հաճախ հիմա դրսում որպես դեղատոմս ակնաբուժները գրում են ցերեկային լույսով մինիմում 2 ժամ լինել դրսում։ Այո ու նայել հեռուն, ոչ թե հեռախոսով։ Դա համարվում է դեղ, Եվ սա փաստորեն նաև մեծահասակների բարագայում, ովքեր անընդհատ գրասենյակային աշխատանքի բարագայում լինում են էլի էկրանների առաջ։ Իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր կրում են արդեն ակնոց եւ կոնտակտային ոսպնյակներ, իրենց դեպքում ինձ համար օրինակ շատ այսպես տարօրինակ էր, որն ինձ երբեք դեռ ոչ ոք չէր ասել, որ կոնտակտային լինզա կրելիս փաստորեն չի կարելի լողալ սովորական, հա, լոգանք ընդունել փաստորեն, որովհետև կան վտանգավոր ինֆեկցիաներ, որոնք երբեմն, սա ես չեմ ասում, որ հասարակությունը վախենա լինզա կրել, դա շատ հազվադեպ է հանդիպում, բայց կարող են լինել քաղցրահամ ջրի, սովորական թորակի ջրով, թեկուզ դուշ ընդունելուց եւ այլն, որոնք կարող են բերել ճակատագրական խնդիրներ։ Իհարկե դրանք շատ հազվադեպ են լինում, բայց այո, պետք չի կրել, պետք է հանել։ Դա սխալ է։
Նաև փաստորեն չենք լողում լողավազաններում կոնտակտային ոսպնյակներով։ Նույնիսկ եթե լողում ենք, ապա դա միայն պետք է լինի միանվագ օգտագործման լինզա, որ դրեցինք եւ հանեցինք, թափեցինք, բայց քանի որ գոյություն ունեն ջրային ակնոցներ համարոն, ասենք թե -5, -1, ապա ավելի ապահով է որ լինենք միևնույնն պետք է հագնենք մենք այդ ակնոցը, չէ, ոչ մեկին խորհուրդ չի տրվում առանց դրա մտնել ջուրը, ծով կլինի թե կլինի լողավազան, ավելի լավ կլինի ապահով կլինի որ այդ համարով ակնոց կրենք։ Ես կներեք ես մի բան ասեմ, այ դուք նշեցիք բանը, որ էկրանների առաջ աշխատող մարդիկ, հիմա շատ են էկրանների առաջ աշխատող մարդիկ բնականաբար, ուզում եմ ասել, որ գոյություն ունեն նաև այնպիսի ակնոցներ, այ ձերեն հարցին մի քիչ նաև այնտեղ բան թողեցինք, որ հեռուն ուրիշ թիվ է պետք, մոտիկը ուրիշ թիվ է պետք։ Ուզում եմ ասել, որ գոյություն ունեն այնպիսի ակնոցներ, որոնք արտաքինից շատ սովորական են, բայց իրենց մեջ պարունակում են միլիոնավոր օպտիկական ուժեր։ Եվ այն մարդիկ, ովքեր հեռվին ունեն ուրիշ կարիք, միջինը ուրիշ, օրինակ հեռվի համար +2 է, միջինում ուրիշ թիվ է, 1 մետրին ուրիշ թիվ է, 80 սանտիմետր ուրիշ է, 60 ուրիշ է, 40 ուրիշ է, հա, օրինակ 40 +4 է, հեռուն +2 է եւ այդպես աստիճանաբար կան ակնոցներ, որոնք ապահովում են մեկ ակնոցով բոլոր տարածքները։ Եվ բացի նրանից, որ օպտիկան են ապահովում, նաև իրենք հատուկ նյութից են պատրաստված, որը կտրում է ոչ միայն ուլտրամանուշակագույն ճառագայթը, որը սպեկտրի 360-ից 400 նանոմետրն է եւ արևից է գալիս, այլ նաև կապտա մանուշակագույնը, որը 400-ից 450 նանոմետրն է եւ գալիս է ցանկացած գadgetից, ինչպես նաև որոշ լամպերից, հատկապես եթե 4000 կելվինից բարձր է բաներին, եւ այդ կապտամանուշակագույն ճառագայթը աչքի վրա վատ է անդրադառնում եւ ոչ միայն աչքի վրա, նույնիսկ քնի վրա, որտեղ նա մելանինի սինթեզն է խանգարում։ Շատ լավ հատվածի մոտեցանք, որովհետեւ երևի մեծամասնությունը գուցե չի խոստովանում, բայց ամեն դեպքում նկատում է իր կյանքում, որ երեկոյան քննելուց առաջ հատկապես անջատած լույսերի դեպքում, երբ որ կատարյալ մթություն է, բայց դու նայում ես քո միացրած գadgetին, հեռախոսին, հա, եւ դա ինձ թվում է դուք հատկապես դուք կհավաստեք, թե որքան վտանգավոր է։ Դա վտանգավոր է, բայց մենք հիմա որ ինքնախոստովանենք, մենք բոլորս քնում ենք հեռախոսով։ Ես չեմ պատկերացնում ինչ որ մեկը որ հեռախոսով չի քնում։ Մայրիկներ, ովքեր երեխաներին հեքիաթներ են կարդում քննելուց առաջ, հանդիպում, իրանց պետքա պարգևատրել, ողջունել, ցուցադրել եւ այլն, որ այսպես պետք անի, բայց թեկուզ մեծահասակները, հա, մենք գրեթե բոլորս մենք հեռախոսով ենք պարկում։ Երևի հազվագյուտ մարդիկ կլինեն, որ առանց հեռախոսին իհարկե դա շատ վատ է անդրադառնում մեր առողջության վրա։ Մեծահասակների մասով եւս մի հարց է ուզում տալ կատարակտայի հետ կապված, արդյոք դա ինչ որ կերպ անխուսափելի է, թե բոլորը ի վերջո անցնում են դրա միջով։ Եվ ինչ ընդհանրապես դա մի քիչ ոչ բժշկական։ Կատարակտան ինքը վտանգավոր հիվանդություն չէ, այն առումով, որ ինքը չի բերում անվերադարձ կուրություն, նույնիսկ եթե հասուն կատարակտա է եւ մարդը միայն լույսն է տարբերակում, ապա դա բուժելի կուրություն է ու կատարակտան աչքի ներսի ոսպնյակի պղտորումն է, որը այսօր գիտությունը թույլ է տալիս բժշկությունը սարքավորումները հմուտ մասնագետները կատարեն իդեալական վիրահատություններ եւ փոխեն մարդու բնական պղտորված ոսպնյակը տեղադրեն արհեստական թափանցիկ ոսպնյակ տարբեր հնարավորություններով եւ ասթիգմատիզմը շտկելով եւ օրինակ որ վիրահատությունից հետո այլևս նույնիսկ մոտիկի ակնոց չկրի դրանք կոչվում են մուլտիֆոկալիոլներ ու բարեբախտաբար սովորաբար այդ վիրահատությունները անցնում են առանց լուրջ ինչ-որ խնդիրների եւ վիրահատությունից հետո մարդու լույսի ճանապարհը բացվում է։ Կատարակտան պղտորվելով ոսպնյակը մարդու աչքի ներսը լույսը չի մտնում կամ վատ է մտնում եւ մարդը վատ է տեսնում։ Բայց դա բուժելի է եւ բարեբախտաբար վիրահատությամբ շտկվող բան է, իրավիճակ է։ Մի հարց էլ պետք է տամ գլաուկոմայի հետ կապված, որովհետեւ սա երևի ամենավախեցնող խախտորոշումներից մեկն է, կա ինչ որ բուժման տարբերակ գլաուկոմայի դեպքում, թե ոչ։ Գլաուկոման իհարկե շատ ավելի լուրջ հիվանդություն է եւ այստեղ ես ասեմ, որ ընդհանրապես կուրության բերող խնդիրների մեջ ամենաառաջին տեղը զբաղեցնում է
այս պահին կարճատեսությունից պոտենցված բարդություններ են, որ մենք ամենասկզբից խոսեցինք, հա, ընդ որում գլաուկոման եւս կարող է պոտենցված լինել կարճատեսությունից։ Ամեն դեպքում գլաուկոման ինքը ժողովուրդը ասում է սպիտակ ջուր, դա կատարակտան է, սև ջուր, դա գլաուկոման է։ Եվ գլաուկոման ինքը 93-4 որոշ գրականությունով 95% դեպքերում կարող է ընդհանրապես ոչ մի գանգատ չառաջացնի։ Եվ մարդը մի օրվա պատահական հայտնաբերի, որ մի աչքը չի տեսնում։ Գլաուկոման ինչ է իրենից ներկայացնում, գլաուկոմայի ժամանակ տեսանյարդը վնասվում է եւ ի վերջո ատրոֆիայի է ենթարկվում։ Իսկ ատրոֆիայի ենթարկված տեսանյարդը այսօր գիտությունը չի կարողանում բուժել։ Իհարկե կգան օրեր, որ գիտությունը կանի այդ բաներն են, բայց գլաուկոմայի բուժումը այս պահին կայանում է նրանում, որ ինչ этаպում հայտնաբերվել է, փորձենք կարողանալ այդ этаպում պահել հնարավորինս երկար տարիներ։ Բայց բարեբախտաբար հիմա հնարավորությունները, տեխնիկան թույլ տալիս է, եթե մարդը դիմում է, այդ թեկուզ այդ պրոֆզնումներին կամ ինչ-որ հարցով եկել է բժիշկը հայտնաբերի, վաղ этаպում հայտնաբերել գլաուկոման եւ վաղ этаպում հայտնաբերելու դեպքում, պարտաճանաչ լինելու դեպքում, թե պացիենտները, թե բժիշկները տասնամյակներով մարդը տեսնելով կապրի։ Իհարկե, եթե վաղ этаպում ենք հայտնաբերում, բայց ցավոք սրտի երբեմն մարդիկ գալիս են արդեն շատ ծայրահեղ, ծաղկած, երբ որ արդեն իմիջիայլոց օրինակ կարող է լինել գլաուկոմա, որ մարդը 10 տողներ կարդա, ասեք 100% տեսնում եք, բայց նա ունենա խողովակազև տեսողություն, տեսադաշտ այնքան արդեն մեղացած լինի, ամեն ինչի հիմքն է, որ պետք է շուտ հայտնաբերել, շուտ զբաղվել եւ վայելել տեսողությունը կյանքը տեսնելով։ Շատ լավ։ Շնորհակալություն զրույցի համար եւ վերջում մեր ավանդական հարցը ո՞րն է հենց ձեր առողջության բանաձևը։ Երևի դարձյալ պրոֆիլակտիկ զննումները։ Դու գլոբալ առողջությունն էի նկատի ունեք, ես ճիշտ եմ հասկանում։ Իհարկե։ Այ, եթե որպես անձ ես շատ կուզենայի, որ ժամանակը մի քիչ ավելի շատ ունենայի եւ կարողանայի ավելի շատ ֆիզիկականով զբաղվել, վերջապես կարողանայի գնալ իմ լողավազանը, որը վերջին շրջանում չեմ հաջողացնում զբաղվածության պատճառով, բայց հասկանալի է, որ պրոֆզնումները եւ առողջ ապրելակերպը, շարժվելը եւ ճիշտ սնունդը։ Շնորհակալություն բժշկուհի։ Ձեզ շնորհակալություն։ Բուն TV եթերում առողջ ոդքասթներ, ցտեսություն։